ամենից կարևոր հանգամանքներից մեկը դա այն խայտառակ մոբիլիզացիան էր, որը արվեց Հայաստանի Հանրապետությունում։ Լավա չանեին ընդհանրապես ոչինչ բան, կանանեին։ Մարդկանց հավաքում էին եւ երրորդ օրը այդ մարդիկ հայտնվում էին առաջնագծում։ Դու առնվազն 2-3 շաբաթ պետք է մարտական ներդաշնակություն ապահովես։ Իմ հարազատները զորակոչվել են, օրինակ, շատ մոտ հարազատներից մեկը պատերազմի երրորդ օրը հայտնվել է առաջնագծում մի ասենց վաշտում, որտեղ ոչ մեկին չէր ճանաչում ընդհանրապես։ Կա շատ պարզ բան, դու չես կարող անծանոթ մարդկանց հավաքել միտեղ, ձևավորել, օրինակ մի գումարդակ եւ հաջորդ օրը ուղարկել պատերազմի։ Դու ուղղակի մսաղացի մեջ ես ուղարկում այդ մարդկանց։ Առնվազն 2 շաբաթ պետք է մարտական ներդաշնակության տրեյնինգներ անես, որ իր մարդիկ ճանաչեն։ Հրամանատարը հասկանա, թե ստորադաս հրամանատարները ինչ կարգի հրամանատարներ են, ինչ գիտելիքներ ունեն։